Այժմ եք կզրուցել մեր վայոց մարզանցի համակարգու եւ օգնաբանի հետ։ Բարև ձեզ, ես Մելիք Սարգսյանն եմ, mən վայոցի համակարգում եմ, ես ապրում եմ Արտիգյուղում, բայց զբաղվում եմ հանրային ակտիվությամբ։ Բարև ձեզ, ես Սուսինեն եմ, մեր վայոցի համակարգով մերի օգնական եմ։ Զբաղվում եմ մերի հետ մեմի համակարգությամբ, միասին ծրագրեր ենք որոշում, իրականացնում։ Լինելով այս պահին մարզային թիմի համակարգով, կարծում եմ, որ մարզերում երեխաների հիմնական խնդիրը կայանում է երկկաշկանդվածության մեջ։ Շատերը առանց փորձելու, առանց փորձառություն ունենալու ամաչվում են ծրագրերի մասնակցել, սակայն խրախուսելի է, որ փորձառություն ձեռք բերեն, թեկուզ եւ սխալվել, սակայն հասկանում, որ դրա մեջ ոչ մի սարսափելի դժվարություն չկա, որից կարելի է ապրել։ Ինչ մեմը սկսել էի գործունեություն ծավալել վայոցորում, ունեցել ենք շատ սեմինար հանդիպումներ, ծանոթացում ենք հետ, առաջնորդություն հնարավորություն սեմինար եւ ամենակարևոր հանդիպումներից ու կարևոր գործունեություն որ ծավալել ենք, դա արշավի ռեֆերենտի հետ հուշագիր գրքերներ եւ ապագայում ունենալու ենք էլի շատ հուշագիրներ եւ այլ սեմինարների կազմակերպումներ, ունենալու ենք նոր ընդունելություններ, ընդունելություններից հետո արդեն թիմավորի համախմբենք ու կշարունակենք ակտիվ գործունեություն ծավալել։ Մեր ուղերձը մյուս երիտասարդներին իրենց ակտիվությունը համայնքում պահպանելու համար հետևյալն է, իրենց միջից հանել կաշկանդվածությունը, չվախենալ փորձություններից եւ ինչպես Վեմի կարգախոսն է ասում, մենքը եսից մեծ, այսինքն թիմային աշխատանքը ավելի մեծ ու ավելի արդյունավետ է եւ միշտ համախմբված լինել թիմում, աշխատել թիմերի հետ ու միմյանց հետ համագործակցելով, մեկը մյուսի խնդիրներին լուծում տալով շարժվել առաջ։ Ուզում ավելացնել նաև փոքրագիրը, որը վերցրեց երկին արտադրումի ռոմանական դեպ, իր մեջ ներառում են նաև այսպիսի հատված, ըստ որի ամառային ճամբարներ անվճար շաբաթական կլինի, որոնց ժամանակ երիտասարդների հետ մեկտեղ ուսումնասիրեն, սովորեն ռազմական պատրաստություն, առաջին օգնություն եւ ռազմական ոլորտին վերաբերող շատ ներկապային արտադրական թեմաներ։ Բացի այդ ամառային ճամբարներից նաև որոշ ժամանակ անց կսկսվի շաբաթական հանդիպումներ, ամեն շաբաթ կիրակի ունենանք դասեր, որոնք ևս կծանոթանանք ՌՄՀԿ-ի գործունեության հետ, ռազմական պատրաստություններ կանցնենք ու կլինենք ռազմական առումով տեղեկացված։ Ես կնիանամ մերին եւ կասեմ, եթե երիտասարդներ կան, ովքեր բախվում են նման քննադատությունից, բախվում են ակտիվիստներից կամավորելուց, թող չբախվեն, թող փորձեն, որովհետեւ դա կլինի իրենց համար շատ մեծ ակցիոն։ Ես ինքս սկզբից շատ էի բախվում նման միջոցառումներից, կամավորություններից, բայց երբ փորձեցի, հիմա վայոցի կազմից ավելի ակտիվ եմ։ Տարբեր ծրագրերի մեջ կա ու հրապուսնա դոկտորատը։ Այժմ մենք կզրուցենք մեր վայոց ձորի մարզային թիմի անդամների հետ։ Ողջույն բոլորին, ես եմ 14 տարեկան վայոց ձորի մարզ քաղաք Տերևնալուից, մենք եմ եւ կամ նաեւ վայոց ձորի մեմի մարզային թիմում, արդեն ինչ 4 ամիս է, 4-5 ամիս եմ, եւ թիմի անդամ եմ, ոչ ֆորմալ ուսուցիչ եմ ստացել եւ նաեւ շատ արժեքավոր կապ է։ Ես ապրեցնեմ որպեսզի տասնյակ Ուսուցիչը մենք վայոց ձորը եւ անդամներից եմ ու Ինչպես մացակների մասին եւ ինչու որ դուք միանալ։ Մեմի սովորաբար քանի որ ակտիվ կամավորություններով է զբաղվում ու ձեռք է բերում արժեքավոր կապեր եւ այդ արժեքավոր կապերը ընկերներիցս շատ է ինֆորմացիա դեպքերի մասին երկար ժամանակ էր որ որոշել էի ու անդադար ունենալ ու անդադար դենց հետաքրքրում էր բայց օրինակ որ պետք է դառնամ նենցի ու իրագործեցի պատակս ու իշեվացի
Ես միացել եմ մեն վայոց ձորին, երբ որ ղեկավարը առաջարկեց միանալ գրանցվել, որպեսզի հետագա միանալ թիմին, գրանցեցի եւ միացա, մերին միանալով ցանկություն դեռ բանից կար, բայց չէի հաջողացնում, շատ անգամ լսել էի իր հաջողությունների մեծ ցանցի մասին, որոնք հայտնի էր մեմը, այսինքն թե բոլոր մարզերում, ինչպես հայտնի է մեր մոտ շատ մեծ ցանց, որով ներգրավում է շատ ակտիվ երիտասարդների տարբեր մարզերի, տարբեր համայնքների, ինչով որ ինձ շատ էր եկել մեմը, ու երբ որ պահը եկավ, ու մերին առաջարկեց միանալ թիմին, ես այդ պահը որոշեցի չթողնել ու օգտագործել։ Ինչ է պատմում, ինչ արտադրություն է վերանցանկանում կանաչ։ Իրականում մեմը մեզ տալիս մի շարք հնարավորություններ, հենց առաջինը ես շեշտեցի, որ ստացել հույս ոդան, որի շնորհիվ մենք կարող ենք ինքներս զարգանալ եւ ավելի ու էլ ավելի սովորել։ Մեմը մեզ տալիս է հնարավորություն սովորել նոր մասնագիտություններ, ձեռք բերել իհարկե արտադրքավոր կապեր եւ այդ արտադրքավոր կապերը եւս շատ իսկական մեզ տալիս են հնարավորություններ եւ նաեւ մեմը կազմակերպում է ճամբարներ, հավաքներ, որոնք նույնպես մասնակցում Եվ ստանում ես սեմինարներ են լինի, որոնց ընթացքում ստանում ես մեծ բավականություն, մեծ գիտելիքներ եւ իհարկե կրկին արտադրքավոր կապեր։ Որն է դրա ամենաօգտակար տարբերությունը։ Էնի դրամատուրգիայում մենք կազմակերպած տարբեր ակտիվների, օրինակ նոթերս, որին մասնակցի, հետևյալ լսմանը մասնակցելու, դա շատ մեծ փորձառություն է ինքնետ ինչպես գտնել այդ լսումները կամ դինի հանդիպումները, որոնք կազմակերպվում են, ճիշտ ասած դրանք ժամանակ շատ բարդ է պատկերացնում, բայց դրանք ամենևին բարդ չեն, այսինքն ես ստացա դելիքներ և փորձառություն տարբեր համայնքային հաջողությունների ցանկացածին, որոնք հայտնի էր մեմը, այսինքն թե բոլոր մարզերում, ինչպես հայտնի է մեր մոտ շատ մեծ ցանց, որով ներգրավում է շատ ակտիվ երիտասարդների տարբեր մարզերի, տարբեր համայնքների, ինչով որ ինձ շատ էր եկել մեմը, ու երբ որ պահը եկավ, ու մերին առաջարկեց միանալ թիմին, ես այդ պահը որոշեցի չթողնել ու օգտագործել։ Ինչ է պատմում, ինչ արտադրություն է վերանցանկանում կանաչ։ Իրականում մեմը մեզ տալիս է մի շարք հնարավորություններ, հենց առաջինը ես շեշտեցի, որ ստացել հույս ոդան, որի շնորհիվ մենք կարող ենք ինքներս զարգանալ եւ ավելի ու էլ ավելի սովորել։ Մեմը մեզ տալիս է հնարավորություն սովորել նոր մասնագիտություններ, ձեռք բերել իհարկե արտադրքավոր կապեր եւ այդ արտադրքավոր կապերը եւս շատ իսկական մեզ տալիս են հնարավորություններ եւ նաեւ մեմը կազմակերպում է ճամբարներ, հավաքներ, որոնք նույնպես մասնակցում եւ ստանում ես սեմինարներ են լինի, որոնց ընթացքում ստանում ես մեծ բավականություն, մեծ գիտելիքներ եւ իհարկե կրկին արտադրքավոր կապեր։